Բարի լույս աղջիկներս, ինչպես եք իմ սիրելի հետևորդներ ջան։ Մենք լավ ենք, եկել եմ աշխատանքի վայր, նստած սուրճ ենք վայելում, երեխեք այնքան հովա եղանակը, դաժե ես կասեմ ոնց որ խորը աշուն լինի, դրա համար համարյա քնած վիճակամոտներս, ինչ էի ուզում տեղեկացնեմ, որ օգոստոսի 1-ին Խորովածի փառատոնը, ինչպես բոլորս նշում ենք, անցեկայինալուկ Քաղաք Ստեփանավան Ալեյա այգում։ Ալեյա այգին բոլորի տեղեկացրել եմ, որ մեզանից ընդամենը գտնվում է ոտքի համար 5 րոպե, մեքենայի համար 2 րոպե չի տևում։ Ու եթե ցանկացողներ կան, ուզում եք գալ մասնակցել փառատոնին, սիրով տեղեկացնում եմ, որ դեռ հյուրատանը 3 սենյակ ազատ է այդ օրվա համար։ Ընկերներս, եթե ձեր մեջից կան մարդիկ, որ ցանկանում են, իմ ընկերների համար իհարկե ուրիշ գներ են, համ լավ կլինի կգաք, մոտիկից կծանոթանանք, կշփվենք, ինչու՞ չէ որ լավ ընկերություն կանենք։ 2 սենյակ վերցել են հենց նկարահանող խումբը, հենց միջոցառման գլխավոր նկարահանող խումբն է, ինչի համար շատ ուրախ ենք, ես շատ լավ ենք զգում, կգան տեղում կծանոթանանք, իրենցից պրոֆեսիոնալ վիդեոներ կվերցնենք, համ հիշողություն է, ինձ թվում է շատ հետաքրքիր է անցկենալու, որովհետև ես չեմ հիշում, որ մեր Ստեփանավանում այդ ձևի միջոցառում կայանա, չի եղել, չէ՞, ընդհանրապես Խորովածի փառատոն։ Մենք սուրճ ենք վայելում, աղջիկը հարթուկ ունեն անելու, մի տոննա։ Չես չեք պատկերացնի, ինքան շատ եմ, 2 օր չեմ եկել, իրանք է չեն եկել։ Այսօր առավոտը զանգվեցինք, ասինք չէ, քնելը կամ ոչինչով չզբաղվելը շատ լավ վիճակ է, բայց արժե գնալ, ու եկել ենք, համ հաց ենք սարքելու, տեսնենք ինչ ենք պատրաստում, երբ պամիդորով ծվածախ անենք միասին, պամիդորով ծվածախ կուտենք, չգիտեմ դեռ, բայց մի բան որ հաստատ կսարքենք, այդ 100%-ով էլի։ Պամիդորով ծվածախ գնանք անենք միասին սուրճը վայելելուց հետո։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Անի վլոգին, Անի անունը ավելի կոնկրետ կնայեմ կասեմ, հիմա սենց հստակ չեմ հիշում, երեկ իր վիդեոներում իմ մասին զրուցեց, ինչի համար շնորհակալ եմ, զգացված եմ, ասաց, որ պետք է մեկս մեկին օգնած լինենք, ես ինչ որ թենց մեծ եմ հիմա խոսում, բայց իր շնորհիվ քրոջս ոչինչի մասին չեմ մտածեմ, որովհետև քուրս ուներ ձեզ, քուրս ուներ իր մեծ ընկերների խումբը և ձեր շնորհիվ մենք քանի օրում, ամսի 6-ին եմ բացել, այսօր արդեն ամսի 30-ն է, չէ, այսօր 30-ն է, մենք 24 օրում հավաքեցինք 18 անց հետո, 18 անց էլ միանան նոր, կլինենք արդեն 1500 հոգի, ինչում ինձ թվում է շատ լավ արդյունք, հա, կրկին ու կրկին, շնորհակալ եմ ձեզ, որ կաք, աջակցում եք, մեկնաբանում եք, իմ կողքին եք, հավանում եք, չգիտեմ ինչ
այնքան բառեր կան, որ կարելի է ասել, բայց այս պահին միտքս չեմ կարողանում շարադրել։ 1500-ի կապակցությամբ կարելի է մի շատ լավ պոզիտիվ բան մտածել եւ կատարել։ Արդեն շամպայն տրաքացրել ենք, տորթը վառել ենք 1000-ի համար, բայց 500-ն էլ արդեն կարելի է մի հատ ուրիշ տորտիկ զակաց տալ կամ մի լավ համովություն պատրաստել միասին վայելելու համար։ Դեռ չգիտեմ, Աստծուց առաջ չենք ընկնում, սպասում ենք այդ 18 մեր սիրելի ընկերներին, ովքեր կմիանան եւ մեզ հետ փուրալ փուր առաջ կգնանք։ Երեխեքը հարթուկ կանեն, այ չեք պատկերացնի, հենց լավ եղանակ է, հոп, հանգիստ, դաժե սենց բանա քամոտ, գիշերը հենց լավ անձրև էր գալիս։ Պատկերացնում եք ցուրտ է, ժակետ եմ հագել մեռային, ես մրցկան եմ մի փոքր։ Երևանցիներ ջան, այստեղ շատ լավ հով է համեցեք։ Պամիդորով ծված եղանելու։ Ներես քանի որ ձեզ արդեն ցույց էի տվել երկու տղրատմանի տարբերակը, ասեն ինչի չէ որ այլ նաև սեղիններ, սեղի տղրատման տարբերակն է ձեզ ցույց տամ։ Ինչ ենք անում հիմա, այսպես դնում ենք, սա մեզ պետք չի, մի հատ էլ այստեղից, ինչքան ուղիղ լինի, այնքան ավելի լավ, այս մենք ունենք ուղիղ չենք կարողանում անել։ Չենք հուսահատվում։ Կտմենք այնքան, որ այսպես տեսք արդեն հիմա այսպես մնում է։ Այդ չի լինելու, այդպես պետք է գեղեցիկ դրա համար վերցնում ենք գաթայի համար նախատեսված այսպես ապսեն նայեք մի հատ նայեք դες
գցեք գծերը։ Եվ արդեն սիրուն դասավորում ենք։ Վերցնում ենք արդեն մատուցման ափսեն։ Ես հիմա կդնեմ սիրա մեջ։ Այսպես անեմ։ Եվ գնացիք։ Եթե դուք ձմերուկ ունեք, հետը շատ սիրուն կնայվի ձմերուկը, կարող եք ձմերուկ դնել, կամ ուրիշ միրգ, արդեն ըստ ձեր ցանկության, հիմա նայի կտուրները, ինձ սիրուն է չէ, կտրվում էսպես, սենց մի փոքր իրան, սենց ենք անում, Կարողանում ենք նաև չկտրել, այսպես փակել, բաց պահել։ Կանձերս։ Այս փոքրիկներին այստեղ ենք դնում։ Իհարկե, սա մեզ համար է։ Դրա համար, բայց սիրում եմ, որ ամեն ինչը։ Դասավորված է լինում երեխեք։ Եվ ինչ եմ բերեմ։ Բերել եմ արդեն թարմալվածված նանա։ Մի փոքր դիզայներություն ենք անում։ Ասեք, որ ես այս հարցում միայնակ չեմ, դաժե մեր ուտելու համար սիրում եմ, որ ափսեն լինում է գեղեցիկ և մալինան ինչպես տեսել եք քաղելի, բայց ոչինչ չենք պատրաստել մալինայով, դրա համար վիդեո չեմ նկարել, ամբողջը այդպես ջուրեր ունենք ու սուրճի հետ վերջացել է, չենք փակել, կոմպոտ չենք արել, Սիրելիներ, սա վերջնական արդյունքն է, ըստ է ուշադրություն դարձրեք կտորների կտրատված ձևին, նայեք, ինքը շատ հյութալի է, հիմա սննդային թաղանթով փակում եմ, դնում եմ սառնարան, 1 ժամից արդեն համտեսում ենք, սեխը երբ որ կտրատում ես, դնում ես սառնարան, 1 ժամուկես հետո ինքը ավելի համով է լինում, ավելի քաղցր է լինում, մինչև սեխը սառնարանում կմնա, մենք այդ ընթացքում կպատրաստենք ձվածեղ պոմիդորով, գնացինք։ Սիրելիներս, պոմիդորով ձվածեղը չներկայացրի, որից հետո տուն վերադարձանք ու պատրաստում եմ Աննայիս բաղադրատոմսով թխվածքը, բիսկվիթը։ Սիրելիներս, մենք արդեն ստացանք այս արդյունքը, հիմա ինչ ենք անում։ Փայտիկով կամ սիլիկոնե քթալով, ոնց որ Աննան է ցույց տալի, փորձենք ինչպես անել։ Վերցել եմ արդեն նախորոք կշռված ալյուրը, 2 անգամ մաղել եմ։ Այնտեղ մի հատ վիդեո էլ է առանձին նայում, ալյուրը ինչքան ասում է շատ ես մաղում, այնքան ավելի բարձր է լինում։ Ավելացնում ենք ու ժամացույցի սլայկի պես դանդաղ շատ նուրբ խառնում ենք իրար, որպեսզի մեր ստացված զանգվածը չնստի։ Հետո դնելու ենք արդեն դուխովկա։ Բանը շատ ցանկալի է, դեմից 20 րոպեն ընդհանրապես դուխովկայի դուռը չբացել, որ իր բարձրացած վիճակը շատ արագ չթսկի։ Դե ինչ, տեսնենք վերջում ինչ ենք ստանալու։ Ես անհամբեր եմ, ուզում եմ արդեն վերջի պահերը գա։ Հիմա դնենք արդեն դուխովկան ալյուրը ավելացնեմ, խառնելու ընթացքը ցույց կտամ ու կդնենք դուխովկա և կսպասենք 20 րոպե։
Դե իմ սիրելի հետևորդներ ջան, սկսեցինք ալյուրի, այս ալյուր լսնելը երևի ամենապատասխանատու գործն է, ինչքան պետքա լսնես, հետո խառնելու պրոցեսն է ինձ թվում շատ զգուշորեն պետք է խառնես, ասում այսպես շատ վերև ներքև, որ ընդհանրապես մեր ստացված զանգվածին չվիրավորենք եւ մեզանից Ոչ, ջան, շատ դանդաղ եմ ավելացնում։ Այսպես, շատ հանգիստ, իրեն սիրելով, ջերմ խոսքեր ասելով, տորտիկ ջան, հուսախաբին շանես, առաջի անգամն է, փորձի լավ լինել, որ արդեն շատ շուշուտ, ես պատրաստ եմ, եթե վատ լինես, չեմ պատրաստի։ Երեխեք ջան, դուք չեք պատկերացնի, եթե մի բան առաջ չես լինում, առաջի անգամ փորձում ես, ինչքան ես լարվում, հիմա ես որ լարված եմ շատ։ Ես ոչ մի անգամ սենց գրամ գնամ։ Անջան, բայց ինձ մոտ ձուն 4 հատ է եղավ 300 գրամ, գիտես։ Գիտեմ, որտեղ ծվերը տարբեր են, մեծ ու փոքր են։ Հա, ես 4 հատ ձում արեցի, արդեն։ Ես մի 10 գրամով անեմ, որպեսզի ստատուքից չլինի։ Ծուկա մեծա 50 գրամով ավելի լակշկում ծուկա, 40-45 գրամա կշկում։ Դրամա ծետերքով հարմար է։ Հա, որ խնդրեմ Աննային վիրած են ամաններից բանը կհանես մի հատը։ Քույրիկս արդեն տորթի բաներ անվիրը մեզ։ Թողել ենք դնելու նորեն կանփակելու գիտես։ Աննա ջան, մի հատ նայիմ։ Դե ինձ սիրելիներս, արդեն դնում ենք ջեռոցի մեջ դնում ենք 20 րոպե հետո, տեսնենք առաջին արդյունքը, ինչ է ստացվում առաջին արդյունքը։ Սա արդեն ալյուր լսված վիճակում է։ Այ ես պատեժ եմ։ Դեն սիրելիներս շատ չենք դատում, սա իմ առաջին քայլերն է դեպի հրուշագործության, սա իմ առաջին բիսկվիտն է, ինչպես ասում է քուրիկս, չենք հուսախաբվում, եթե վատ է եղել, ավելի լավ է աջակցեք